Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է Եվրոպական միության փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ներքին գործերի եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Եվրոպական միության անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները, անդրադառնալով ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական կառավարման անցման, ուժի կիրառման նոր ստանդարտի գործադրման, ինչպես նաև թիրախային այլ ուղղություններում իրականացված էական փոփոխություններին։ Անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարության մշակման աշխատանքներին, ինչպես նաև թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծի դրույթներին։ Եվրոպական միության առաքելության փորձագետները ապրիլի 7-ից 11-ը իրականացնելու են Հայաստանի Հանրապետության պատրաստվածության ընդհանուր գնահատում, հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների եւ հիմնարար իրավունքների բնագավառում, նպաստելով եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների, ինչպես նաեւ վիզաների ազատականացման հեռանկարների հենանիշների ձևավորմանը։ Փորձագիտական առաքելության անդամների հետ հանդիպել է նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում Վարդան Վարդանյանը ներկայացրել է քրեական ոստիկանության ձևավորման գործընթացի եւ ստորաբաժանման առջև դրված խնդիրների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել ստորաբաժանման կառուցվածքին, հանցավորության դեմ պայքարի ուղղություններին եւ գործիքակազմին։ Քննարկվել են կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի դեմ պայքարի, կիբերհանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման եւ միջազգային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը Եվրոպական միության առաքելության փորձագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հենասյունային ուղղության կառուցվածքի, գործառույթների եւ համայնքային ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ մանրամասներ։ Փոխոստիկանապետը մասնավորապես անդրադարձել է քաղաքացի համայնքային ոստիկան կապի, ինչպես նաեւ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու եւ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիան վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Սիմոնյանը ներկայացրել է ստորաբաժանման առջև դրված խնդիրներն ու ներքին վերահսկողության գործիքակազմերը, մատնանշելով ծառայողների կարգապահության, օրինականացման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու արդյունքները։ Քննարկվել են նաեւ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի առաջարկությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցության ուղղությունների վերաբերյալ հարցեր։ Փորձագետները բարձր են գնահատել նախարարության բարեփոխումների ընթացքը, կարևորելով հանցավորության կանխարգելման եւ հասարակական անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այցի շրջանակում Եվրոպական միության փորձագետները հանդիպումներ են ունենալու նաեւ շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։